Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըսհաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց բարդաբանած, եւ մի դանիր ըս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ կործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ իգործոց, փրկյազիս եւ ողորմյա քո առածոց եւ ինձ բազմամեղիս ամեն գահավադանք ամենասուրբ երրորդության հորը որդիին եւ սուրբ հոգին գահավադանք Գաբրիելի ծերամբ ավեդումին Քրիստոսի ծնունդին մգրդության չարչարանքներուն խաչելության երեքորյա թաղումին հարության Աստվածաբես համբարնալուն եւ հոր աչագոմը նստելուն եւ ահեղ ու փառավոր երկրորդ կալուստին գնթունինք եւ գահավադանք ամեն։ Հրամեցեք։ Սիրելիներ, օրե-օր Աստուծո պաշտպանությունն է, որ գխնդրենք եւ անոր գարիկը գցկանք, որովհետև գիտենք, որ օրերը, ինչպես Պողոս Արաքյալ գսե, օրերը չար են եւ չար սատանան ամեն հնարք կգործածե, որբեսի սիրելներ կարողանա թայթակեցնել հավատացյալները եւ Աստուծո ջամփեն շեղել։ Սիրելի քույրեր, եղբայրներ, սատանան այս աշխարհի իշխանն է։ Եվ անիկա միշտ խորամանկ է։ Եթե մենք զգուշ չլանք, հավատքի մեջ մենք ամուր չմնանք, եւ մանավանդ սիրելներ պատրաստ չլանք հոգիով պայքարելու չարին թեմ, շատ հեշտ է այս կյանքի մեջ խաբվել։ Եվ խաբկանքը սիրելիներ սատանայի կորձն է։ Հիսուս Հովանու Ավիդարանի 8-րդ գլխու 44-րդ համարի մեջ ասաց, որ սդության հայրը սատանան է։ Սատանան սիրելիներ այնպիսի քեղեցիկ ցևով կներկայացնե նվերները, որ գրնամ ասել աշխարհի ամենեն քեղեցիկ նվեր փաթողը սատանան է։ Եվ սիրելիներ նաև ասեմ, որ սատանան գիտե մարդուս հետ խոսելու ցևը, մարդու հետ խոսելու ցևը, Եվան ինչպես խաբեցավ սատանային, կամ ինչու խաբեցավ սատանային, որովհետև ագանջ տվավ սատանային։ Ագանջ տվավ։ Դեր Հիսուս Քրիստոս մեզի սորվեցուց, որ սատանային ագանջ չտանք, այլ սատանային ասենք եդիս կնա սատանա։ Եթե սատանան սիրելներ հիշեցնե մեզի մեր մեղքերը, կործած մեղքերը, ոչ թե որբեսի մեզ ապաշխարության առաջնորդ է, այլ որբեսի հուսահատեցնե, որովհետև սատանան միշտ կուզեսել մեզի, որ այլևս ցեզի փրկվելու ժամանակ չգա, այլևս ցեզի փրկվելու առիթ չգա։ Ամեն առիթ կորսված է, նույնիսկ Հիսուսի արյունը ցեզ չգրնար ազատել։ Եվ ադորամար դժբախտաբար նույնիսկ հավատացյալներ, որ դարիներով ապաշխարած են, գսեն, որ վերջ, այլևս ես պիտի գործվեմ, ինձի փրկություն չգա։ Ասիկա սատանայի խաբկանքն է։ Որովհետև սիրելներ չկա մեղքը, որ Քրիստոսի արյունը չքավեր։ Չկա։ Եթե մարդ խոնարհի խոստովանի իր մեղքերը, ապաշխարե, դիրոջ դիմաց կա, գուրծ կձեձե եւ ասե մեղա դեր, մեղա, ներեին մեղքերս։ Եվ Աստված Մարգարեին Պերնով գսե,
Եթե մեղքերը դինձի խոստովանիս, բիդի ներեմ եւ հավիդյան բիդի չհիշեմ։ Այսքան ողորմած Աստված ունենք։ Հետևաբար սիրելիներ, ինչ պետք է անենք։ Դիրոջ պաշտպանության տակ պետք է գանք։ Ամեն օր երբ գարտնագս եք դեր, Սուրբ աչովդ պաշտպանե զիս եւ ընտանիքս։ Դեր Հիսուս քո արյունովը ծածկե զիս եւ ընտանիքս, հայրենիքս, pedagoganությունս, եկեղեցիս, համայնքս, հարազատներս, ամեն օր, որովհետեւ սիրելիներ սատանան մեզ չի գրնար դիրոջ թևերուն մեջ են առնել։ Հիսուսը ասավ, ով որ ինձի գուքա, մեկը չի գրնար ինձ մի առնել զայն։ Ահա սիրելիներ, այսօր պիտի տեսնենք, թե ինչպես սատանան պիտի փորձե հայտնությունով անուկիրքը սերդածադենիս պիտի փորձե Աստուծո ընտրյալներուն յետևեն երթալ, վնաս հասցնել, բայց դերը զանոնք պիտի պաշտպանե։ Անոր համար մեր հավաքական ընթերցանության համար ընտրած եմ 91-րդ Սաղմոսը։ Եկեք սիրելիներ ընթերցենք այս Սաղմոսը հոգևոր հորը Զարե Սրբազանի թարգմանությամբ Աստված մեր ապավենը։ Ան, որ բարձրալին ամենագարողին պաշտպանության տակ կմտնե, անոր հովանին տակ հանգիստ պիտի գտնե։ Ճիշտ բանարած եք։ Լավ։ Չէ, այս ծրագիրը չէ, որ մեկ հատ ալիրիվ անշադիր, մեկ հատ նայ Revelation քանին է, անշադիր։ Այո, մի հատ նայ Revelation քանի է վերևը։ Ասիկա, չէ, ասիկա չէ, չէ։ Պետք է բանի մեջ են գտնվի։ Լավ, վնաս չէ, ծեր հեռախոսներով նայեցեք սիրելիներ։ Ան որ բարձրալին ամենագարողին պաշտպանության տակ կմտնե, անոր հովանին տակ հանգիստ պիտի գտնե։ Այնպիսին դիրոջ պիտի իմ աբաստանս եւ աբավենս ես, ով Աստված, ես քեզի կվստահիմ։ Անի որ քեզ պիտի փրկե, որ սացողին, այսին սատանային որոքայթեն եւ խրովիչ չար խոսքերեն։ Իր թևերով պիտի ծածկե քեզ եւ իր հովանին տակ աբաստան պիտի գտնես։ Իր ճշմարտությունը իբրև զրահ պիտի պատե ու պաշտպանե քեզ։ Ոչ գիշերվան վտանգները պիտի գրնան քեզ վախեցնել, ոչ ցերեկվան անագնգալ փորձանքները, ոչ մութի մեջ շրջող մահը, ոչ ալ գեսորին հարվածող աղետը։ Նույնիսկ եթե 1000 հոգի ինան ցախիտ, եւ թե 10,000 հոգի ինան աչիտ, բայց ովևէ հարված բնավ քեզի պիտի չմոտենա։ Սակայն պիտի քո աչքերովը տեսնես, թե Աստված ինչպես կհադուցանե ամբարիշներուն։ Այո, ով դեր, իմ ապավենս, թուն ես, թուն որ բարձրյալ աբաստանը դարձուցիր, ովևէ չարիք պիտի չհասնի քեզի, ովևէ փորձանք պիտի չմոտենա քու դանդ։ Դերը քեզի համար իր հեշտակներուն պիտի պատվիրե, որ պահպանեն քեզ, ուր որ ալ երթաս։ Իրենց ցերկերուն վրա պիտի բռնեն քեզ, որբեսի չլա որ ոտքդ քարիմը զարնվի։ Արույցներու եւ օծերու վրայեն պիտի քալես, ահեղ արույց ու վիշապ ոտքի տակ պիտի առնես։ Դերը գսե, քանի սիրով ինձի կապեցավ, պիտի ազատեմ զինք, աբաստան պիտի ըլլամ իրեն, քանի որ զիս իբր դեր ջանցավ, երբ զիս կանչե, պատասխան պիտի դամ իրեն, նեղության մեջ իր գողքին պիտի ըլլամ, զինք պիտի փրկեմ ու փառավորեմ, զինք երկար կյանքով պիտի վարձատրեմ եւ փրկությունս ցույց պիտի դամ իրեն։ Ամեն։ Մեկ վարգաս։ Շատ բարի, սիրելիներ, բոլոր սուրբերը իրենց կյանքի մեջ Աստուծո ապավինած են։
Վայ է այն մարդուն, որ դժբախտաբար Աստուծո պաշտպանութենեն դուրս կուքա։ Վայ է այն ազգին, որ գլքեզ Աստված եւ Աստուծո պաշտպանութենեն դուրս կուքա։ Որովհետեւ Աստուծո պաշտպանությունը սիրելիներ ոչ թե բարձրապես ֆիզիկական պաշտպանություն է։ Աստուծո պաշտպանությունը նաև հոգևոր ու հավիտենական պաշտպանություն է։ Գրնալալ որ սիրելիներ այս կյանքի մեջ չարը սատանան մեզ գործանե, սպաննե, բայց սատանան սիրելիներ մարդուն մարմինով հետաքրքրված չէ։ Սատանան սիրելիներ բարձրապես մարդս սպանելով հետաքրքրված չէ։ Սատանային վերջնական նպատակն է մարդու հոգին իր հետ դժոխք տանիլ։ Արտնանք ժողովուրդ։ Սատանային նպատակը այդ է, որ դժոխք երթա մարդու հոգին հավիտենապես։ Եվ Քրիստոս անոր համար եկավ, որպեսզի սիրելիներ հավիտենական դժոխքեն մեզ ազատե։ Եկեք միասին երգենք օրհնյալ հոգևոր հորս Զարե Սրբազանին գրած մեկ երգը հանգչեցուր զիստեր։ Գրծակ մանալ։ Գներեք սիրելներ, առաջին օրդ է, որ այս պրոջեկտը գնենք, ադորամար որ գգախվի։ Շատ լավ, եկեք երգենք միասին, հանգչեցուր զիստեր։ Հարգիչիմ Հիսուս, հեքիս բարեգամ, հոգնած դարաբյալ, լոքեզի գուքամ, օպազում օղորն, իմ դերս և Աստված, արզիս հանգչեցուր, մեջը քո փազգաց, ով Հիսուս ուժի, աղյուր անսպար, փուժեցավ դանչմանիմ ուժասպար, խորուն գդացող վերքերուս վրա, թիր ամենափույր թեղու փալասան, Հիսուս տուն ինձի, թե կյանք ես թե հույս, գաստույր զորություն և ամրոց հոգվույս, քիշերվան մեջ երկ, վշտիս մեջ հրջվանք, մթին օրերույս, լույս եվս պոպանք, փրկիչիմ Հիսուս, հեքիս բարեգամ, հոգնած դարաբյալ, լոքեզի գուքամ, օպազում օղորն, իմ դերս և Աստված, արզիս հանգչեցուր,
Գեղեցիկ երգ է, չէ՞ սիրելիներ։ Խնդրենք Տիրոջմեն դեր արմեզ հանգեցուր մեջը քու բազուկներուտ։ Հաջորդ երգը սիրելիներ, վստահ եմ որ ամենուր ալ սիրած երգերը մեկն է։ Հիսուս միայն ամեն բան է, ալֆան եւ օմեգան է, առաջինը ու վերջինը։ Երկրորդ դունի մեջ հետևյալը գսե։ Այս կյանքի մեջ շատեր գուքան առանց հավատքի կմնան հավիտենական բադիժին գարժնան։ Հիսուս ասոր համար եկավ, խաչապայտին վրա մերավ, որ ամեն ով որ հավատա փրկվի։ Սիրելի քույրեր եղբայրներ, քանի որ այսօր է փրկության օրը, քանի որ հիմա է Քրիստոսի հանձնվելու օրը, մի ուշացնեք։ Եկեք երգենք միասին։ Հիսուս, Հիսուս միայն ամեն բան է, ալֆան եւ օմեգան է, առաջինը ու վերջինը իմ կյանքիս մեջ, փոթորիկները երկուքան զիսնելու թափառական զորավոր բազուկներուն մեջ գնդկրգեզիս ուստի գերքեմ ես ամեն օր իր անունին ավադալով երբ բոլոր մեկերսներեց ամեն բանեզիս ազատեց ինքը միայն ույս լխոսքիս անուշությունը իմ կյանքիս Հիսուս միայն ամի համար ամեն բան է այս կյանքին մեջ շատեր գուքան զիաված հավատքի գմնան հավիտենական բադիժին գարժանանան Հիսուս ասոր համար եկավ խաչապայտին վրա մերավ որ ամեն ով որ հավատա փրկվի ուստի անորթուն վստահ է մեղեդ բոլոր խոստովան է հույսդ միայն Հիսուսր է ներ ջամփայեն մդիր կալե ինքն է միայն նյութը խոսքիս անուշությունը իմ կյանքիս Հիսուս միայն ինձի համար ամեն բան է Հիսուս միայն Հիսուս միայն Հիսուս միայն Ամեն Սիրելիներ աղոթենք որ ոչ մեկ երդասարդ ոչ մեկ ընտանիքի զավակ առանց Հիսուսի չմնա առանց հավատքի չմնա Եվ վերջին երգը այսօր Սուրբ Ներսես Շնորհալի Հայրաբեդի մեր սքանչելի Գաթողիկոս հոր քրած նայած սիրով շարականեն առաջին 4 տուները պիտի երգենք սիրելիներ Եթե առաջին ամեն մեկ դունի առաջին դարերը քով տնեք այս երգին հետևյալը պիտի հետևյալ անունը պիտի լա Ներսեսի երգ որովհետև Սուրբ Ներսես Շնորհալի Հայրաբեդ իր անունին դարերով այս երգը քրած է
Եկեք միասին երկենք, քանի որ մեծ բահոց օրերու մեջ կգտնվենք, հետևաբար խնդրենք Տիրոջը ամեն մեկ դունեն յետ, որբեսի դիվ եւ գիշեր, ցերեկ եւ գիշեր միշտ քեզի փառք դանք անլրելի գերբով։ Երկենք։ Նայացիրով հայրդ գտացի կոստեցյան գործը սերած և սպանագս ռեշտագած դուր բահաբա մեզ դգարած Յազանցիս ի փորձանած ի խավարի շրջող տիված զիդը բնչյան և գիշերի դացուկ ես պարս անլրելի Էին անեղ անս կսպան ձնունդ անջար որդի եպան որ արարեր ըզդիվ կործո և ըսկիշեր ի հանգիսկնո դուրին ընջեր աչած մարնո արտուն լինել մեզ ըսթոքվո զիդը վնչյան և գիշերի դացուկ ես պարսալ լրելի Ռապուն հոգվոց պանավորած աղբյուն լուսով աշխող շնորած ի պագել տրած պրությանց մանոց լույս նուրաճած սրդից մերոց ի գիշերած արկես կախել ընտրեղինած օրնապանել զիդը վնչյան և գիշերի դացուկ ես պարս անլրելի Սուրբը ծրպոց երորդություն ըս մեզ մակրյակ ես պնագություն շնորյանք մանգած արակաստի հանչելն կեզի հանգոնի դուրս հայցված պարեգամին ըսպող երից նգանագին զիդը բնչյան և գիշերի դացուկ ես պարս անլրելի Ողջույն ձեզի սիրելի հայրեր և մայրեր, քույրեր և եղբայրներ Դեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ բոլորդ բոլոր անոնք որոնք դարիներ ի վեր այս սուրբ քրոջ սերտողությանց կետևին բոլոր անոնք որոնք առաջին անգամ ներկա են բարի կալուստ հասմիկույր բարի եկածեք երդասարտներ բարի եկածեք բոլորդ սիրելներ եւ բոլոր անոնք որոնք նոր վերադարձած են կամ դարձյալ վերադարձած են փյուր ողջույն եւ բոլոր անոնք որոնք համացանցի ջամփով գետևին այս սուրբ քրոջ սերտողությանց մենք կսերդենք սիրելներ հայտնություն Հովանու գիրքը այս գիրքը հաջող վախ պատճառող գիրք է որովհետեւ զարմանալի դեսիլտներ կան այնտեղ նկարագրված բայց իրականության մեջ սիրելիներ հավատացյալներուն համար քաչալերական եւ մանավանդ հույս տվող սկանչելի գիրք է հայտնությունը սիրելիներ Դեր Հիսուս Քրիստոսի կողմէ եղած կատարված Հովանես առաքյալին դրված որբեսի Հովանեսալ Քրիստոսի հավատացողներուն փոխանցե Եվ մենք սիրելիներ այս հայտնության գիրքով գիմանանք որ աշխարհի վաղճանեն անմիջապես առաջ ինչ բաներ պիտի բադահին այս կյանքի մեջ եւ
հայտնության այս բոլոր գադարումները, ինչպես Աստվածաշունչի քիրքերում բոլոր գադարումները սիրելներ, օր ավելի ոչ միայն գզկանք, այլ գտեսնենք մեր կյանքի մեջ։ Գտեսնենք, թե ինչպես դժբախտաբար չարը աշխարհի մեջ օր գարմատավորվի, ավելի գործե հզոր դառնալ, հզոր ցևանալ, բայց եղբայրներ եւ քույրեր, մեկ բան լավ իմացեք, Հիսուս Քրիստոսով չարը բարդված է։ Անոր այս բոլոր զորությունները, այս բոլոր ուռուցիկ վիճակները սիրելիներ խապկանք են։ Անիկա սիրելիներ Սատանան ինք հալ գիտե որ ինք բարդված է արդեն, բայց վերջին չանք մը գնե, որպես իր բոլոր ուժերը լարե եւ կարողանա հարցագիլ որոնց վրա ոչ թե սիրելիներ այս երկրի բնության վրա, գենթանիներուն վրա, այո բնության մեջ են նաեւ բազմաթիվ սիրելիներ արհավիրքներ կստեղծե, ցունամիներ, երկրաշարժներ, սով եւ այլն, բայց սիրելիներ սատանային գլխավոր նպատակը մարդս գործանել է, Աստուծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդը գործանել է, եւ գիտեք երբ կրնա սատանան գործանել, քիչ առաջ կսեի խոսքից մեջ, ոչ թե երբ որ գահաճողի օրինակ մեկը մարտիրոսացնել, մեկը սպանել, ոչ, այլ սիրելներ սատանան գահաճողի իր առաքելության մեջ, երբ որ կարողանա հավատացյալը Աստուծմե գդրել, որովհետև Աստուծմե երբ որ մարդ գդրվի, գինաս սատանայի իշխանության տակ, իսկ մինչև այնադեմ որ մարդ Աստուծո հովանիին դագն է սիրելներ, սատանան ինք բարդված է։ Անցնող շաբաթ մենք սկսանք սերդել 13-րդ գլխու երրորդ համարը սերդեցինք, դեսանք թե ինչպես Հովանես առաքյալ ուրիշ դեսիլք մը դեսավ երկնքի մեջ եւ դեսավ սիրելիներ հրակույն, գարմիր, մեծ հրեղեն վիշապը եւ այս վիշապը սիրելիներ 7 գլուխ ուներ, 10 գոդոշ ուներ եւ ամեն մեկ գլխուն վրա թակ մգար։ Այս բոլորի մասին խոսեցած էզի անցնող շաբաթ եւ ապակային ալ պիտի խոսենք թե ինչ կնշանակեն այդ գլուխները, թե ինչ կնշանակեն այդ գոդոշները, որոնք թակավորություններ են, ազգեր են, ղեկավարներ են, թե ինչ կնշանակեն թակերը եւ սիրելներ այստեղ այդ թակը որ գործածե սատանան իր գլխուն վրա, ոչ թե բսակ է, ոչ թե հաղթանակի բսակ է, այլ իշխանության թակ, որբեսի կարողանա իր իշխանությունը փանեցնել աշխարհին վրա եւ աշխարհի մարդոց վրա։ Դեսեք սիրելներ, երբ չարը սատանան չկարողանա հաղթել բարիին, այս անգամ կսկսի վնասել իր մարդոց։ Եվ օրը պիտի գա, երբ սատանան սիրելներ, երբ ները սատանային զորությամբ եկող Հագա Քրիստոսը պիտի չկարողանա հավատացյալներուն վրա իշխանություն բանեցնել, անոր համար պիտի տանչե իր իսկ մարդիկը։ Այսօր մենք պիտի սերդենք 13-րդ գլխու 4, 5 եւ 6 համարները։ Անցնենք սերդողության, տեսնենք որ այս մեծ վիշապը ինչ կատարեց սիրելիներ։ 13-րդ գլխու 4-րդ համար։ Իր բոչով գքաշեր գդաներ երկնքի աստղերուն 1/3, որ նետեց երկրի վրա։ Անիկա ձնանելու մոտ եղող գնոջ դիմաց կանգնեցավ, որբեսի երկինը զավակ ձնի գլեզայն։ Նախ առաջին նախատասությունը սիրելներ սերդենք։ Իր բոչով գքաշեր գդաներ երկնքի աստղերուն 1 մասը։ Երբ որ մենք աստղ անունը լսենք աստղեր, ինչ կհասկանանք, երկնքի մեջ երևցող աստղերը, ճիշտ է, բայց Աստվածաշունչի մեջ սիրելիներ, բացի մեր կիցած աստղերեն, աստղեր ըսենով սիրելներ երկու դարբեր բաներ կհասկացվին, բացի գսեմ բնական աստղերեն, որ մենք կտեսնենք։ Առաջին, աստղերը ըսելով Աստվածաշունչի մեջ սիրելներ կհասկացվին սուրբերը, ընտրյալները, Աստուծո զավակները։ Օրինակ հիշեցեք,
Երբ որ սերդեցինք առաջին երկու համարները 13-րդ գլխու, գինը իր գլխուն վրա բսակ ուներ, եւ այդ բսակը քանի աստղեր է կազմված էր 12, եւ այդ ժամանակ բացատրեցի ցեզի ինչ են այդ աստղերը 12 ցեղերն են Եբրայեցի 12 առաքյալներն են հավատացյալներն են հետեւաբար աստղերս Հիսուս ալսավ չէ որ դուք աստղերում ես պիտի փայլիկ հետեւաբար Սուրբ Գիրքի մեջ երբեմն աստղեր երբ որ գործածվի գասկծվի սուրբերը իսկ երկրորդ իմաստով աստղերը սելով գասկծվին հրեշտակները հրեշտակները սիրելներ գոչված են աստղեր Եվ քանի որ տեսեք այստեղ վիշաբը, քանի որ գխոսվի վիշաբի մասին, եւ վիշաբը, ով է վիշաբը? Սատանան, այո, Սատանան ինքն է, Բելիարը, առաջին օծը։ Եվ քանի որ ուրեմն գխոսվի վիշաբի մասին, ուրեմն այստեղ հիշվող աստղերը որ հրեշտակներն են։ Այո, անգյալ հրեշտակները, այսինքն մենք կգոչենք չար հրեշտակներ կամ չար ոգիներ եւ կամ երբեմն թևեր, թև։ Օրինակ ասենք այս մարդու մեջ թև մտած է, կամ այս մարդը թիվը հարված է, ինչ կնշանակե թիվը հարիլ, կնշանակե թևին գողմե ներբնակվիլ, թևին գողմե հարվածվիլ, չար սատանան իր մեջ բնակված է, demon possessed եղած է։ Եվ տեսեք բոչով գքաշե ու գդանի երկնքի աստղերու քանի երորդը մեկ երորդը նախ ինչ կնշանակե բոչով քաշել դանիլ գիտեք ինչ կնշանակե բոչով քաշել դանիլ կնշանակե իր գամքին գնազանտեցներ իր գամքին գենթարգեր ուրեմն սիրելիներ սատանան իր գամքին ենթարգեց որոնց իր ցերքին դակ գտնվող հրեշտակները իր կորձագիցները եւ եկեք քանի մփարով նորեն գրտնեմ թե ով եղած է սատանան մենք կգարտանք Եսայի մարգարեի գրքի 14-րդ գլխու 12-ին 15 համարներու մեջ ինչպես նաեւ սիրելներ Եզեկիելի մարգարեության 28-րդ գլխու 11-ին 17 համարներու մեջ որ այս սատանա գոչվածը նախապես ինչ էր հրեշտակ էր հրեշտակաբեդ էր Եզեկիելի մեջ կսվի քեղեցիկ քերովբեմն էր շատ քեղեցիկ եւ անիկա սիրելիներ անուն ուներ անոր անունը Արուսիակ էր Լուսիֆեր լույսեր արեքակ էր Արուսիակ կգոչվի արեքակ արեքագեն ավելի քեղեցիկ էր այս Սատանա գոչվածը, բայց դժբախտաբար ըմփոստացավ, Աստուծո թեմ ըմփոստացավ, ինչու, որովհետև հրեշտակներն ալ սիրելներ իրենք ազատ գամք ունեին ընտրելու, ընտրություն կատարելու, հետևաբար ուզեց ինք Աստվածը լալ, ուզեց ինք փոլորին դերն ու դիրականը լալ, անոր համար ըմփոստացավ Աստուծո թեմ եւ Աստված զինք երգինքեն վարն էդեց, աշխարհն էդեց եւ անոր համար սատանան գործընծուց իր անունը այլևս չգոչվեցավ Արուսիակ այլևս մենք սատանան չենք կոչել Արուսիակ որովհետեւ Արուսիակը շատ գեղեցիկ անուն է այլ մենք կգոչենք սատանա որ կնշանակե հագարագործ որ կնշանակե խապեպա եւ սիրելներ նաեւ գործընծուց իր լույսը Անոր համար ինք միշտ խավար է հագարականոր որ երբեմն սատանան գրնա խապել եւ գրնա մարդոց ներգայանալ ինչ ծևով լուսավոր հրեշտակի գերբարանքով շատ բարի սատանան սիրելներ սկիզբեն չարչերը ստեղծված որովհետեւ մենք Սուրբ Գիրքի մեջ կգարտանք որ Աստված ամեն ինչ ստեղծեց բարի ստեղծեց աբրիկ հետեւաբար սիրելներ ինչպես ասի իր ազատ գամքով ինք ուզեց Աստուծո դերը կրավել եւ անոր համար ինք գործընծուց երկնային իր թիրքը եւ Սուրբ Գիրքի մեջ սիրելներ բազմաթիվ դերեր անոր անգումի մասին կխոսի Հիսուս ինքը օրինակ 72 աշակերտներ երբ որ վերադարձան եւ
բոլորն ալ ուրախ էին, որ չարվոքիները իրենց կհնազանդեին, Հիսուսը սավ դեսա սատանան, որ երկինքեն երգիրը ինգավ։ Հետևաբար սիրելիներ, չարը գործանած է իր իշխանությունը եւ ասիգա սիրելի քույրեր եղբայրներ, մեզի համար զորություն է, որ չվախնանք չարեն, չվախնանք։ Այո, սատանան ինք վախցնող է, բայց գվախցնե անոնց, որոնք Հիսուս չունին իր մեջ։ Գվախցնե անոնց, որոնք մեղքերով լեցուն են, իսկ անոնք, որոնք իրենց մեղքերը մշտապես կխոստովանին, անոնք, որոնք սիրելիներ Քրիստոսով գզորանան, չարը անոնց թիմած դգար է։ Տեսեք, Հակոբոս դիարնեղբայրը իր նամակին մեջ հետևյալը գսե 4-րդ գլուխ 7-րդ համար հնազանդեցեք Աստուծո եւ թեմ թրեք ճարախոսին սատանային եւ հերու պիտի փախչի ցեզ մե։ Գիտեք, երբ սատանան հերու կփախչի մեզ մե, երբ որ խոնարհինք եւ հնազանդինք Աստուծո։ Խոնարհինք եւ հնազանդինք Աստուծո։ Մայրիկ Աստվածածինը երբ որ Ավետիսը ստացավ, ինչը սավ հրեշտակին, ես Աստուծո աղախինն եմ, ծառան եմ, ինչպես որ ինքը սավ այդպես թողոլա։ Սիրելիներ, սատանան հբարդության հայրն է, չմոռնաք, անոր հբարդ է սատանայի փնագավայրն է։ Իսկ անոր գուզե ցերպազադիր սատանայեն ամեն բանի առաջ պետք է խոնարհի։ Եվ շատ սուրբեր է սատանան փախչած է հերու։ Ասած եմ, պատմած եմ ցեզի, Սուրբ Անդոն մեծ անաբադական սիրելներ առաջին 40 տարին սատանան ամեն տեսակ փորձություն արավ իր կյանքի մեջ, ամեն տեսակ։ Եվ բայկարեցավ Սուրբ Անդոն, բայկարեցավ։ Վերջավորության Սուրբ Անդոն այնքան զորացավ, որ այլևս ուր որ երթար ինք, սատանաները կփախչեին, թևերը կփախչեին, որովհետև գիտեին, որ շատ մեծ սուրբ է։ Բայց ինչու սուրբ եղավ, որովհետև ինքզին խոնարեցուց։ Ամեն օր Քրիստոսի ցերկին դակ խոնարեցավ։ Ադորամար գսե արաքյալը դիրոջ ցերկին դակ խոնարեցնեք, որբեսի դերը ցեզ բարձրացնե։ Սիրելներ, սատանան առանցին դուրս նետվեցավ երկինքեն։ Ոչ։ Այս սատանային է դուրս նետվեցան իր կորձագիցները, իր զինագիցները, իր խումբի անդամները, այսինքն իրեն ծառայող կամ իրեն ծառայագից հրեշտակները եւ այս մասին սիրելիներ գխոսվի Դանիելի մարգարեության 8-րդ գլխի 14-րդ համարի մեջ եւ նաեւ Հութայի նամակին նոր գտագարի մեջ Հութայի նամակին որ մեկ գլուխ է 6-րդ համարի մեջ նայեցեք այդտեղ գսվի այդ հրեշտակները գսե իրենց դրված իշխանությամբ չկոհանալով իրենց սահմաններեն դուրս եկան հրեշտակներուն իշխանություն դրված է։ Այս հրեշտակները չկոհացան իրենց դրված իշխանությամբ։ Եվ անոր համար իրենց սահմաններեն դուրս եկան եւ Աստված ինչ արավ։ Աստված զիրենք վար նետեց։ Եվ քանի երրորդ են սիրելներ, տեսեք այստեղ 1/3-ը սիրելի քույրեր եղբայրներ 1/3, գիտեք ինչ կնշանակե։ Ոչ թե 100,000 ոչ թե 1 միլիոն, ոչ ալ 2 միլիոն, ոչ ալ 10 միլիոն։ Սիրելներ անթիվ են ասոնց թիվը։ Գաթոլիկ մեծ Սուրբ Փադրեփիոն, ինքը որ միշտ սատանայի կողմէ հալածական էր, եւ ինք սիրելներ Աստված իրեն հոգեվոր աչքեր դված էր տեսնելու չարվոքիները, մեզի ասած է, եթե մենք կարողանանք, ներողություն ասած է, եթե սատանան ինք կամ չար ոգիները մարդու նման մարմին ունենային, արևը գխավարեր։ Այդքան շատ են։ Հիշեցեք սիրելներ Հիսուսի մեկ բժշկությունը, երբ որ կերկեսա կնաց Հիսուս, մեկը պերինտիմացը, որ շղթաներով զինք գգաբեին, շղթաներով, եւ ինք շղթաները գպշրեր։ Եվ երբ որ հարցուցին իրեն, որ Հիսուս հարցուց ինչ է անունդ, ասավ Լեկեյոն, Legion, Լեկեյոն կնշանակե 3000 հոգինոց խումբ։ Մեկ մարդու մեջ 3000 չար ոգի մտածեր։ Գիտեք ինչ կնշանակե։
Սիրելներ, եւ որ փանդարգյալներս մեկը, որուն գայցել էի, այս տղան սիրելներ աներևակայելի ուժ ուներ, աներևակայելի, ինքը այսպես միջահասակ էր, բայց աներևակայելի ուժ, օրը եւ որ փանդ մտա, ինձ քրգեց եւ ջզմեց, անով ասելու համար, որ դու իմ ցերկերուս մեջն ես, ես կրնամ քեզի ջզմեն։ Ես այդ վարգյանին այդ շատ ջզմվեցավ մարմինուս, երևակայեցեք ես բարդեվահասակ եմ, այդ վարգյանին Հիսուսեն խնդրեցի, ճշմարիտ կսեմ, դեր ինձի զորություն դուր, որպես ես ալ զինք ջզմեմ, եւ Աստված ինձի զորություն մտվա, որ զինք ջզմեցի, եւ ինքը այս տղան, որ փանդի մեջ շեֆ էր, գլխավոր էր, ինձի դարձավ թուն արջի ուժ ունիս ասավ, դորքանքեղ ես, բայց խոստովանիմ, մեկ շաբաթ հիվանդ մնաց իմ ցերկերս, ուժս սպարեցավ, բայց սիրելիներ այդ տղան, եզրակացությունը ասեմ այդ տղան սիրելիներ, ցերպազադեցավ սատանայեն եւ վանք մտավ, 30 տարի սատանային զարայել են ետքը, բատմեն բայց ինքը գսե որ հայր բարթև եւ որ այլևս թարց ունեցավ սիրելներ դարիներով հետ աշխատել եմ թարց ունենալ եմ վերջ ինձի բատմեց որ օրը ինք իր սենյակի մեջ սատանային ասած է եթե դու գաս եթե կոյություն ունես հայտնվիր ինձի եւ ինձի զորություն դուր ես ալ քեզի ուզածդ կուդամ եւ սատանան գսավ սենյակիս մեջ հայտնվեցավ, ասիր խոսքերն են, ճշմարիտ Աստված կսեմ, իր վկայությունն է, ասավ, երբ որ հայտնվեցավ, ուրախությամբ սատանան ասավ, քեզի ուզած զորությունդ կուտամ, բայց քեզ մեկ բան կպահանջեմ, եւ ադիգա ասած է դղան, ինչ կուզես, ասերը որ քեզ հոգիդ կուզեմ, հոգիդ պիտի ձախես ինձի, եւ այս տղան ձախեր է հոգին սատանային, սիրելիներ այս տղան մինչև ցերպազադի սատանայեն դարիներ դևեց, դարիներ, սատանան ասոր գդոր հրավ սիրելներ, ամեն անգամ թանագը գարներ, իր մորը հորը վրա գարցագեր, վերջավորության այլևս ամեն անգամ իրեն սորվեցած է ինչպես պետք է ապաշխարության աղոտ կներ, սկսավ իր մարմինը գդրդել, մինչև որ ցերպազադեցավ և վանք մտավ։ Սիրելի քույրեր եղբայրներ, սատանան շատ չար է, Եվ դեսեք ահավասիկ իր խումբը, թե ինչ ծևով ինք սիրելներ իր բոչով քաշեց և դարավ։ Ներին հայտնվելուն ժամանակ ալ, ասեմ սիրելներ, նույնը պիտի բադահի, ինչ։ Եբ որ ները, գիտեք ով է ները, չէ, հագա Քրիստոսը, ան որ Քրիստոսի հագարագորդն է։ Եբ որ հայտնվի աշխարհի վախճանեն առաջ, Անիկա սիրելիներ, փառքով ու բադվով բիդի քաշե եւ բիդի դանի սիրելիներ քրիստոնյա բարձրաստիճան եկեղեցականներ, որոնք թիրքով, հարստությամբ, փառքով, թիրքով եւ այլն ուրախ են, քոհեն եւ բիդի փորձե այդ եկեղեցվող ղեկավարներուն, որոնց իր ցերկի մեջ պիտի առնե, անոնց միջոցով հայտարարեցնել սովորական ժողովուրդը։ Եվ խապեպա պիտի լան սիրելներ այդ ղեկավարները, պիտի ինչն են, անոնք որոնք այն գրոնավորները, որոնք ժողովուրդին պիտի զգուշացնեն, արտնցնեն, զանոնք պիտի համարեն սատանայի հետևորդներ, պիտի ասեն, որ զգուշ մի հետևիկ անոնք ցեզ գմոլորեցնեն եկեղեցի են, բայց իրականության մեջ գլխավոր մոլորեցուցիչները իրենք պիտի լան, որովհետև սատանայի իշխանության տակ պիտի լան։ Եվ սիրելներ սատանան դժբախտաբար այդ օրերուն պիտի փորձե որքան գրնա մարդիկ շահին։ Եվ ասեմ, սատանան սիրելներ ոչ թե առավելապար բարձ մարդոց գուզե մոդենալ, այլ առավելապար գուզե մեծ մարդոց մոդենալ, ինչու, որովհետև եթե օրինակ, մեկ ընտանիքի բարձ աննշան անդամը եթե հայտարարեցնե, միան անից շահած կլա,
Բայց օրինակ եթե գաթողիկոս մը քայտակեցնե, բապ մը քայտակեցնե, փոփ մը քայտակեցնե, բադրիարք մը քայտակեցնե, նախագահ մը քայտակեցնե, անոր հետ ինչ քայտակեցած կլա, ամբողջ հոդը, ամբողջ ժողովուրդը։ Եվ դժբախտաբար սիրելներ, այդ օրերուն ուրացումներու թիվը պիտի շատնա երկրի վրա։ Դեր Հիսուս Քրիստոս այս բոլորի մասին գանխացայնեց, սկիզբեն խոսեցավ։ Օրինակ սիրելներ, ցեզի գարտամ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլուխեն, դեսեք Հիսուս ինչ ասավ, զգուշացնելով սկիզբեն մեզ բոլորս։ Նախ կգարտամ սիրելիներ 24-րդ գլխու 11-րդ համարը, Հիսուս ասավ. Հետո բազմաթիվ սուտ մարգարեներ պիտի ելեն ու շատերը մոլորեցնեն։ Եվ նույն գլխու մեջը այս անգամ սիրելիներ կգարտամ 24 եւ 25 համարները Հիսուս ասավ, որովհետև սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ պիտի ելեն եւ մեծ հրաշքներ ու նշաններ պիտի կատարեն, որբեսի մոլորեցնեն, եթե գարենան նույնիսկ Աստուծո ընտրյալները։ Նույնիսկ Աստուծո ընտրյալները։ Եվ Հիսուս 25-րդ համարի մեջ կսե, ահավասիկ ամեն ինչ սկիզբեն ըսի ցեզի։ Ամեն ինչ ըսված է այս սուրբ գրքին մեջ։ Անոր համար եղբայրներ եւ քույրեր ամեն օր գաղաչեմ ցեզի, ընթերցեցեք սուրբ գիրքը։ Ես ամեն իրիգուն մեկ գլուխ սուրբ գիրք ընթերցեմ ժողովրդին համար, մտիկ կնեք հույսով։ Ամեն գիշեր, եթե չեք կրնար գարտալ, բացեք սիրելիներ գայքեչս, ամեն գիշեր ցեզի համար մեկ գլուխ կընթերցեմ։ Ինձի համար շատ կընթերցեմ, բայց ցեզի համար մեկ գլուխ ամեն օր։ Քանի մվարգյան։ Որովհետև սիրելիներ Աստված բաբան ամեն ինչ այս գրքի մեջ ըսած է մեզի, որ մենք արթուն ըլլանք։ Եվ սիրելիներ հիշեցեք, Գեթսեմանի բարդեզի մեջ երբ որ Հիսուս պիտի աղոթեր իր աշակերտներուն ինչ ասավ։ Դարձյալ Մատթեոսի ավետարանի 26-րդ գլխու 41-րդ համարի մեջ։ Աբրիկ Հիսուս ասավ. արթուն մնացեք եւ աղոթեցեք, որբեսի փորձության մեջ չինակ։ Արթուն մնացեք եւ աղոթեցեք։ Ոչ թե սիրելիներս ես արդեն ամեն իրգուն արթուն եմ, քուն չունիմ, Facebook-իս վրան եմ, ինտերնետի վրա եմ, կամ քեֆի մեջ եմ, ոչ, արթուն մնացեք և աղոթեցեք, աղոթքը ինչ է սիրելիներ, աղոթքը Աստուծո հետ խոսակցություն է, շատ աբրիկ, սորված եք ձեր տասը, այո, աղոթքը Աստուծո հետ խոսակցություն է, ամեն օր երբ գաղոթենք կնշանակի Աստուծո հետ կխոսենք, հոգ չէ թե Սաղմոս կգարտակ Աստուծո հետ կխոսիկ, Սուրբ Գիրք կգարտակ Աստուծո հետ կխոսիկ, իրականության մեջ երբ Սուրբ Գիրք կգարտակ Աստված է, որ ինձ ձեզ հետ կխոսի։ Անցնեմ հաջորդ մասը սիրելներ այս 4-րդ համարին, գսե անիկատ զնանելու մոտ եղող գնոջ դիմաց կանգնեցավ, որբեսի երբ գինը զավակ ձնի գլեզային։ Հիմա գիշեք այս գլխու առաջին երկու համարներու մեջ գինը տեսանք, սկանչելի գինը երկնքի մեջ տեսավ, որ արև հակաձեր, լուսինը ոտքին տակներ և գլխու վրա 12 ասկերով գազմված բսակ կար և այդ գինը ինչ էր, հղի էր։ Հիմա այստեղ գսե, անիկատ զնանելու մոտ էր, արդեն պիտի ծներ այդ գինը։ Եվ այս վիշապը ուր կանգնեցավ, դիմացը, որբեսի երբ գինը զավակ ձնի գլեզային, նայցեք սիրելներ, այս վիշապը դարօրինակ է, չէ, դղամարդը կամ այսպես մեկը կանգնի ծննդապերիլիկ գնոջ դիմաց և սպասե, որ զավակը պիտի ծնի։ Դարօրինակ է, չէ, բայց այս չար վիշապը սիրելներ ոչ թե գնոջ դիմաց կանգնեցավ, սպասեց, որ զավակը ծնի և ասե, որ շնորհավորը լա, սրտանց կշնորհավորեմ քեզի, ինչ թումբուլիկ անուշիկ զավակ բերիր, բրավո, ոչ, այստեղ սիրելներ Սուրբ Հովհաննես ավետարանիչը այս չար վիշապին, չար ծանգությունը և անոր սիրելիներ վատ դենչը
գբերը մեջտեղ դեսեք ինչ է գսե որ անիգաս սիրելիներ սպասեց որ զավակ բերե որբեսի երբ գինը զավակ ձնի գլեզային գուլդալ գնշանագես սիրելիներ զինք վերացնել գուլդալ գնշանագես սիրելիներ զինք գործանել Եվ դեսեք, հիշեցեք, որ սադանայի մասին կխոսվի, վիշապը սադանան է, չէ, և գնոջ մասին կխոսվի։ Սադանային և գնոջ միջև, գիտեք, որ թշնամությունը սկիզբեն կար։ Սադանան, որու մոտեցավ և խապեց Եվային։ Եվ Եվային միջոցավալ խապեց Ադամին, շատ բարի։ Սիրելիներ, քանի որ Եվային խապեց նախ, Եվան խապեց նախ, գին այլ խոսքով խապեց, գնոջ խապեց, ադորամար Աստված սադանային և գնոջ միջև ինչ տրավ, աբրիկ, թշնամություն տրավ, հագարագություն տրավ, և այս խոսքը ձնընթոց գիրքեն է, երորդ գլխու 15-րդ համարեն Աստվածը սավ, օծին, առաջին օծին սադանային, քու և գնոջ, անոր զարմին, անոր սերունտին և քու սերունտիտ միջև ինչ կտնեմ, թշնամություն, անիգա քու կլուխդ բիդի ջզմե և թուն անոր կարշաբարը, գրունգը բիդի խայթես, շատ բարի։ Հինգ դագարանի ողջ բաղմության ընթացքին սիրելներ, գիտեք, որ սադանան միշտ փորձեց գանխարկիլել քալիկ մեսիային, քալիկ փրկչին ծնունդը, աշխարհ քալը։ Աշխարհի սկիզբեն սադանան փորձեց անիգա։ Եվ երբ որ Աստվածաշունչի բաղմությունը կգարտակ 5 դագարանեն, Զարմանալի գերբով սիրելներ, երբեմն մարդիկ չեն անդրադառնար, կամ դժբախտաբար շատ հաճախ չեն անդրադառնար, ադորամար այս սուրբ կրոտ սերդողությունները գօգնեն ցեզի, որ ծեր հոգի աչքերը ավելի բացվին եւ երբ որ սուրբ գիրքը գարտակ ավելի հասկանաք։ Համաձայն եք։ Ուրեմն սադանան սկիզբեն փորձեց սիրելներ գանխարկիլել, խափանել մեսիային փրկչին, ով իդե լար մեսիան փրկիչը, Հիսուս Քրիստոս, անոր ծնունդը սկիզբեն Ինչ հրավ, նախ սիրելներ, անիգա հերացուց մարդկությունը աստուծմե, մարդկությունը սկիզբը, թուգս է գինձի, հետանոս էին, թե ոչ մի աստվածյան, մարդկությունը սկիզբեն, Ադամ Եվան ինչ էին, հետանոս թե ոչ մի աստվածյան, Մի վախտակ գսեք նիշպիչի դամ, մի աստվածյան, այո, մի վախտակ բիչի բաջեմ, ոչալ նիշպիդի դամ այսօր սորվելու օրն է, մի աստվածյան, շատ բարի, վերջն էր, որ մարդկությունը ինչ դարձավ, գրաբաշտ, հետանոս, որբեսի ինչը լան, աստուծմեր անան, աստուծմեր, չարին կործն էր, գրաբաշտությունը չարին կործն է, անոր համար ամեն մեկ գուրքի եդին ով գկտնվի, Չար սադանան, այո սիրելներ, ասիկա ծեր մտքի մեջ միշտ ունեցեք, չար սադանան ամեն մեկ գուրքի հետև կտնվի։ Այսօրվան նոր հետանոսներ, որ հայրենիքի մեջ աջած են և այստեղ ալ գաջին, սիրելիներ, իմացեք, որ անոնք միշտ կսեն մեր հայրերը նախաբերս հետանոս էին, մեր հայրերը հետանոս լալեն առաջ մի աստվածյան էին, Անոր համար էր, որ երբ որ Աստված չրեղեղ հրավ և նորեն մարդկությունը սկսավ, չսկսավ չինու մաչինեն, չսկսավ չեմ գիտեր, որ երկրեն, սկսավ ուրգե, թարցյալ այն երկրեն, որում մեջ է մի աստվածյան հավատքը գար, այսինքն հայոց երկրեն, ուրեմն մեր երկիրը այն սկիզբից, սկզբանն է, ինչ է, մի աստվածյան, հետո էր, որ սադանան գրաբաշտություն բերավ, ասիկացներ ով որ ցեզի այլևս է մեր հին հայրերու հավատքը մեր հին հայրերու հավատքը մի աստվածյան էր
Հայգը ինչ էր, միաստվածյան, Փելը ինչ էր, Հեթանոս, որու թեմ բայկարեցավ հայգը, Փելին թեմ, շատ բարի, սիրելներ, շատ վիշապներ ելան պատմության ընթացքին, հոգևոր իմաստով գսեմ, որոնք Աստուծո ժողովրդին թեմ կանգնեցան, եւ ովքեր էին այդ վիշապներ, օրինակ, Եգիպտոսի փարավոնը Աստուծո ժողովրդին թեմ կանգնեցավ, Գամ սիրելներ ապակային Նապուկոդոնոսորը, Բաբելոնի թագավոր Արքան, Նապուկոդոնոսորը վիշապ մներ, հոգևոր վիշապը, որ սիրելներ ուզեց Աստծո ժողովրդին թեմ կանգնել։ Հիմա բիդեսեք ինչ կա բունի Աստծո ժողովրդին, որովհետև սիրելներ Աստուծո ընդրած այդ ժողովրդին մեջ են ով պիտի ծներ։ Աբրիկ Մեսիան պիտի ծներ։ Ադորամարս սիրելներ, որ ամեն ինչ ըրավ չարը, որբեսի խապաներ անոր ծնունդը։ Գամ եթե շատ հետաքրքրական օրեն, եթե գարտակ 4-րդ թագավորաց գիրքը, 11-րդ գլուխը, մեգեն 3 համար, առաջին 3 համարները, 4-րդ թագավորաց 11-րդ գլուխ։ Այնտեղ պիտի տեսնեք Հութայի թագավորության մասին կխոսվի։ Գիտեք, որ Հիսուս որ թագավորության մեջ են պիտի կար։ Հութայի թագավորության մեջ են։ Դավիթ, որովհետև Դավիթ որ թագավորության մեջ էր։ Հութայի թագավորության մեջ են։ Սիրելիներ, փնաչնչվեցավ Հութայի ամբողջ սերունդը, ամբողջ թագավորական զարմը չնչվեցավ։ Միայն Աստուծո նախախնամությամբ մեկ հոգի բահվեցավ։ Տեսեք, Սատանան ուզեց փնաչնչել ամբողջությամբ, բայց մեկ հոգի բահվեցավ։ Մանուկը բահվեցավ եւ անիգա շարունակեց սիրելներ ատկե վերջը շարունակվեցավ Հութայի թագավորությունը։ Սակայն եկեք այդ բամութենեն հիմա անցնենք այստեղ այս հարցումին, ով է այստեղ հիշված գնոջ զավակը։ Ով է։ Հիսուս Քրիստոս։ Շատ լավ։ Հիսուս Քրիստոս։ Եկեք սիրելներ Հիսուս Քրիստոսի մասին խոսենք, որ ինչպես Սատանան ուզեց Հիսուս Քրիստոս աշխարհի երեսեն վերացնել, գործանել, վերջ։ Չմոռնաք, եթե Հիսուս Քրիստոսն եսիք, չմոռնաք, որ ինչ կսե, Սատանան ինչ երավ, սպասեց, որ ձնի, որբեսի զայն ինչն է, գլե, և ասի գլել, գնշանագե գուլ դալ, գնշանագե վերացնել։ Սիրելիներ, Հիսուս Քրիստոս գնոջ սերունդն է, գնոջ սերունդն է Հիսուս։ Պագակիցի մեջ միայն ասեմ, որբեսի ծեր միտքը ավելի բացվի։ Հիսուս առաջին հրաշքը որ գործեց Գանայի հարսանիքն էր։ Գանայի հարսանիքին ժամանակ ով խնդրեց Հիսուսեն, որ մայրը, բայց Հիսուս եւ որ խոսեցավ իր մորը հետ, ինչ ասավ։ Աբրիկ։ Ասավ որ ով գին։ Հիմա պիտի հարցնեք, ինչու համար Հիսուս մեղա Աստուծո, բայց Հիսուս անկահակավարծ է, ով դիմեց իր մորը, ինչու չասավ ով մայր, այլ ասավ ով գին, որովհետև սիրելներ, Հիսուս ցույց տվավ, որ այդ գինը, այս գինն էր, որում մեջ են ինք պիտի ծներ, եւ որուն գլուխը պիտի ջզմեր, ինք Հիսուս Սատանային գլուխը պիտի ջզմեր այս գնոջ մեծեն ծներով։ Այսինքն այդ գինը, որ փրկություն պիտի բերեր աշխարհին, փրկիչը պիտի բերեր աշխարհին, ով էր։ Աստվածամայրը, անդոր ամարսավ ով գին։ Ասալ փակից ետ կոչեմ։ Շարունակեմ։ Սատանան սիրելներ Հիսուսի ծնելուն առաջին իսկ վարգանեն փորձեց զայն վերացնել, գուլդան։ Օրինակ, երբ Հիսուս ծնավ, մոքերը վերջը եկան արևելքեն, որու մոտ եկան երկրբակելու Հիսուսի մոտ, բայց քանի որ Աստղը գեցավ Երուսաղեմի վրա, սկիզբը քացին Հերովտես թագավորին, Հերովտես մեծին, եւ անոր հարցուցին, որ ուր պիտի ծնի հրյաներու թագավորը, որտեղ մենք տեսանք Աստղը, եւ սիրելներ ասիկա բարձ Աստղը չէր, այլ ինչ Աստղ էր, առաջնորդող Աստղ էր, որտեղ նույն Աստղը վերջը պիտի երևեր եւ զիրենք առաջնորդեր ուր Փետրեհեմ
եւ պիտի գանքներ ուր այն դան վրա ուր Հիսուս կար եւ վերջ այդ աստղի ինչ մի գլար պիտի հերանար ուրեմն բարձ աստղը չէր առաջնորդող աստղեր ուրեմն հրեշտակ աստղեր եւ ինչ որ է վերադառնամ երբ որ իմացան որ Պետրեհեմ է ինչ ասավ Հերովտես իրենց ասավ դու կացեք կդեք զինք մանուկը երկրբակեցեք եւ երբ երկրբակեք վերադարձեք ինձի դեղը ասեք որբեսի ես ալ երտամ երկրբակեմ անոր բայց իրականության մեջ անիգա գուզեր Հիսուսի ծնած դեղը իմանալ որբես երտար եւ ինչն էր սպաներ զինք շատ բարի երբ որ սիրելիներ մոքերը կացին երկրբակեցին հրեշտակին կողմը ուղղորդվեցան որ չվերադառնան Հերովտեսին այլ շարունակեն իրեն ճամփան եւ Հերովտես մեծ տեսնելով որ խապվեցավ ինչ հրավ Մատթեոսի ավետարանին սիրելներ երկրորդ գլխուն մեջ այո ապրիկ երկրորդ գլխու 16-րդ համարի մեջ գսե իսկ Հերովտես երբ տեսավ որ մոքերը զինք խաղի բերին սաստիկ զայրացավ եւ մարդիկ խրգեց որբեսի սպանեն Պետրեհեմի մեջ եւ անոր շրջագայքը գտնվող բոլոր երեխաները որոնք 2 տարեկան եւ կամ ավելի փոքր էին նկատի առնելով Հիսուսի ծննդյան ժամանակը որը ստուգած էր մոքերեն սիրելիներ հարցում Հերովտես ինչու համար սպանել փորձեց կամ ուզեց Հիսուսը նախանցի պատճառով չէ որովհետեւ իրենսին որ ուր է հрьяներու նորածին թակավորը բայց սիրելի քույրեր եղբայրներ անիկա մենք մարդկային աչքով գտեսնանք բայց եկեք մեր հոգի աչքերը բանանք անիկա միայն Հերովտեսի նախանցին արդյունքը չէր այլ սատանային թերթումն էր սատանան թերթեց զինք ինչու որովհետև սատանան ուզեց սկիզբեն սպանել նայեցեք հոս է պատասխանը սատանան սկիզբեն ուզեց սպանել այդ մանուկը գուլ տալ անոր համար թրթեց Հերովտեսը ուրիշ սիրելիներ գիտեք որ ուրիշ օրինակ տամ գիտեք որ Քրիստոսի երկրավոր կյանքի ընթացքին սատանան բազմաթիվ փորձություններ բազմաթիվ անգամներ փորձեց խափանել Քրիստոսի գործունեությունը ուզելով որ ան Հիսուս հրաժարեր իր փրկագործական ծրագրեն Եվ այսպես սիրելներ, օրինակ, երբ որ Հիսուս մգրդվեցավ, մգրդութենե վերջ ուր գնաց, Անաբադ, եւ Անաբադի մեջ 40 օր Հիսուս ինչ հրավ, 40 օր ձոմաբահություն հրավ, եւ ադորամար է որ մենք 40 օրյա բայցողության օրերը գաբրինք Հիսուսի օրինակով, շատ բարի, ատկե վերջ սատանան փորձիչը եկավ փորձելու զինք։ Եվ գիտեք փորձությունները սիրելներ, եթե դու Աստծո որդի ես, այս քարերունը սեհաց թողլան եւ գեր, եթե դու Աստծո որդի ես, ինքզինքդ վառն է դե այս աշտարակեն, չէ որ ռեշտակներուն բատվիրված է որ քեզ իրենց թևերուն վրա առնեն, եթե դու Աստծո որդի ես, գտեսնես այս աշխարհի հարստությունները, ես այս բոլորը ինձի կպատկանին, այս բոլորը քեզի գուտամ միան երկրբակե ինձի։ Սիրելներ, տեսեք այս բոլոր փորձությունները, որ սատանան ըրավ, ինչ բանի համար։ Ըրավ որբեսի Հիսուսի փրկագործական ծրագիրը խափաներ, եթե Հիսուս այս փորձությունները միայն մեկուն ականջ տար եւ ինար։ Ինչ կլար, վերջացավ։ Գուլ կացած կլար։ Գուլ կացած կլար սատանային, վերջ։ Բայց Հիսուս սիրելներ հաղթեց սատանային։ Փորձության ժամանակ ալախտեց եւ սակայն ասեմ սատանան սիրելիներ չկողացավ։ Գիտեք ինչ կգարտանք Ղուկասու ավետարանի 4-րդ գլխու 10-րդ համարի մեջ։ Հետևյալը սատանան ամեն տեսակի փորձություններ վերջացնել է յետք ժամանակվան համար հերացավ Հիսուսեն։ Ժամանակվան համար ինչու նկատի նորեն աչքերի դիմաց բերեք այս բատկերը սատանան ամեն ինչ կներ որբեսի գուլ դար Հիսուսը խափաներ անոր փրկագործական ծրագիրը հիմա երրորդ օրինակ բերեմ քանի անգամներ սիրելներ սատանան թրթեց հրյա ժողովուրդը հրյա ժողովրդի
ղեկավարները, բայց մանավանդ ժողովուրդը, նաև ժողովուրդը, ոչ թե մանավանդ, այլ նաև ժողովուրդը, ինչ բանի։ Գկարտանք օրինակ սիրելներ Հովանու Ավետարանի մեջ, թե 8-րդ գլխու 59-րդ համարի մեջ, եւ թե նաև 10-րդ գլխու 31-րդ համարի մեջ, որ ժողովուրդը քարեր արին, որբեսի քարգոծելով սպանեն Հիսուսը։ Ինչու՞։ Որովհետև Հիսուս հայտարարեց, որ ինք Աստծո որդի փրկիչն է։ Ըսա որ ես Աբրահամին առաջ գոյություն ունեի։ Աբրահամ դեսավ իմ աշխարհակալս եւ ուրախացավ։ Գամ սիրելներ հիշեցեք, հրյա ղեկավարները, ավակ քահանաները, երեցները, փարիսեցիները ժողովրին սիրելներ եւ որոշեցին Հիսուսի ինչ անել։ Սպանել, ով թրթեց իրենք։ Սատանան։ Սատանան թրթեց, որ սպանեցեք, սպանեցեք, սպանեցեք եւ ասոնք ադերությամբ լեցվեցա։ Մենք սիրելներ բարձրապես գտեսնենք նախանցը անոնց, բայց նախանցեն անտին հոգևոր իմաստը կա, որ սատանան թրթեց։ Սիրելի քույրեր եղբայրներ, ով որ իր մեջ նախանց ունի, սատանայի թրթումն ունի։ Ով որ իր մեջ սիրելիներ չար բան կատարելու ցկդում ունի, ուրեմն ոչ թե անիկա միայն մարդկային իր այդ նկարակիրն է, այլ անիկա սիրելիներ թրթված է, մղված է, որու կողմ է, սատանային կողմ է։ Ան որ չար ծրագիր ունի, սատանային կողմեն է։ Հիսուս Պետրոսին ասավ, չէ՞, ինչ ասավ։ Ետիսկնա սատանա, որովհետև թուն մարդկային կորձոնն է, որ կփնտրես եւ ոչ աստվածային ծրագիրը։ Եվ տեսեք սիրելներ, ուրիշ օրինակ մտամ։ Սատանան խորհեցավ եւ վերջապես ուրախացավ, թե ալ հաջողած է իր չար ծրագրին մեջ։ Սատանան կարծեց, որ ինք այլևս պիտի հաջողցնե իր չար ծրագիրը, ինչ ըրավ։ Երբ Հութա Իսկարիոտացին կործածեց, որբեսի սիրելիներ Հիսուսը մատներ հրյա ղեկավարներուն ցերկը։ Ճիշտ է։ Եվ գիտեք սիրելիներ, որ Հութան համաձայնեցավ հրյա ղեկավարներուն հետ, որ Հիսուսը կմատնեմ ցեզի, ինչ կուտակ դիմացի ինձի։ 30 արծաթ, տեսեք Հութան ակահ էր, արծաթասեր էր։ Սատանան օգտագործեց անոր արծաթասիրությունը եւ զինք մղեց, որ Հիսուսը մատնե հրյա ղեկավարներուն ցերկը, որբեսի Հիսուսը խաչեին։ Շատ բարի։ Սիրելի քույրեր եղբայրներ, հետաքրքրական նախատասությունը կա Ավետարաներու մեջ։ Թե Ղուգասի Ավետարանի մեջ 22-րդ գլխու 3-րդ համարի մեջ եւ թե նաեւ սիրելներ վերջին ընթրիքի ժամանակ Հովանու Ավետարանի մեջը 10-րդ գլխու 27-րդ համարի մեջ։ Գիտեք ինչ կսվի, նույն նախատասությունը գսվի։ Սատանան մտավ Իսկարիոտացի Հութային մեջ։ Գտեսնեք Սուրբ Գիրքը արդեն գսե, որ այս քահապարները, որ ունեցավ Սատանան, որովհետև անոր մեջ ով մտավ, Սատանան։ Երբեմն մարդ սիրելիներ այնքան գճարանա, որ մենք ինչ կսենք, Սատանա գա ասոր մեջ, Սատանա մտավ ասոր մեջ։ Լավ իմանանք սիրելիներ, որ փամփասողներու մեջ, զրբարդողներու մեջ, անարակ կյանքով ապրողներու մեջ, բղձալից, բղձաշուրթն մարդոց մեջ, ամենու մեջը Սատանա կմտնե։ Գիտեք ինչու։ Երևակայեցեք, որ թուրսը զորավոր փոթորիկ է եւ մենք սիրելներ պաշտպանված ենք այստեղ։ Եթե այս եկեղեցվում մեկ բզդիկ անցքը աբագին գոդրած է կամ անցքը բացված է, որ հոսանք կնե, անիկա ինչ կլա։ Մեկու մեջ կմտնե եւ այդ անցը ինչ կլա։ Գիվանտանա, չէ՞։ Գծրդահարվի, շատ բարի, Սատանան այդպես է սիրելներ, եթե մենք ամեն օր մեր աչքերը չփակենք մեղքին դիմաց, մեր ագանչները չփակենք մեղքին դիմաց, մեր լեզուն, մեր ցերկերը, մեր սիրտը, ինչպես որ հավատով Խոստովանի մեջ կսե Սուրբ Ներսես Շնորհալի Այրապետը, դեր աչքերուս բահաբան թիր, որբեսի հայրատ աչքերով չնայիմ, ագանչներուս բահաբան թիր, որբեսի չլա որ ախորժիմ սուտ խոսքեր լսել,
լեզվիս բահբանտիր, որբեսի չլա որ չար խոսքեր խոսիմ, ցերկերուս որբեսի անօրենություն չկործեմ, ոտքերուս որբեսի մեղքերու ջամփու մեջ չերտամ, սրդիս որբեսի չար չխորիմ։ Տեսեք սիրելիներ, ամեն արարգաներուն, այս ներողություն, ամեն մարմնի անդամներուն համար մենք պիտեսենք դեր բահաբանտիր։ Եղբայրներ եւ քույրեր, այս մեծ բահոց օրերը ճիշտ այդ ժամանակն է, որ աղոթեք, ես գիտեմ իմ թերություններս ինչ են, ես գիտեմ որ մարմնիս մեջ թերություն ունիմ, խոսքը սիրելիներ քեղալքիդական թերության մասին չէ, որ քիթս սուր եղած է կամ քիթս ծրած է կամ շրթունքս փարագ է կամ շրթունքս հաստ է, անոր մասին չէ, այլ հոգևոր լսողության, հոգևոր տեսողության մասին է, որովհետև եթե բահբանությունը, դիրոջ բահբանությունը չխնդրենք, այն ադեն ինչ պիտի լա, սատանան պիտի մտնե, պիտի օգտագործե մեզ, ամեն մեկս մենք մեզ քննենք, ամեն մեկս դեսնենք սիրելիներ ինչ բանի մեջ դգարենք, մեծ բակի օրերուն ադոր մասին պետք է աղոթենք, քանի շաբաթ է մեծ բակը, 7 շաբաթ, 6 շաբաթ մեծ բակ, 1 շաբաթ ալ ավակ շաբաթ, 7 շաբաթ ընդհանուր, ճիշտ է, քանի մահացու մեղքեր կան, հբարդություն, նախանց, փարգություն, ձուլություն, ակահություն, ոգրամոլություն, բղճախոհություն կամ բղձասիրություն, այս 7 մեղքերը, ամեն մեկ շաբաթ մենք պետք է աշխատենք մեկ մեղքի վրա, մահացու մեղքի վրա, որբեսի մեզ մե ինչ ենք, արմադախիլ, որովհետև այդ մահացու մեղքերը ամեն անգամ որ եկեղեցվո մեջ կհիշվին, գիտեք ինչ կսվի, հբարդությամբ եւ մասամք նորին, ձուլությամբ եւ մասամք նորին, քրափարով մասամք նորին, գիտեք ինչ կնշանակե, եւ անոր մասերովը, այսինքն կնշանակե եթե հբարդություն ունիս, հբարդության հետ նաեւ ուրիշ մեղքեր կծնին, ձուլություն ունիս, ձուլության հետ ուրիշ մեղքեր կծնին, ոգրամոլ ես, ոգրամոլության հետ ուրիշ մեղքեր կծնին, ցանկասիրություն կծնի, զանազան մեղքեր, գրծապացադրել, ուրեմն սիրելիներ, օգտագործենք ժամանակը, որ այս մեծ բահոց օրերուն զգուշանանք, որ փագենք մենք մեզ, Քրիստոսի արյունով ծածկենք մենք մեզ, որ սատանան չկարողանա ներս մտնել։ Դակավին սիրելիներ, սատանան երբ տեսավ Հիսուսը խաչված, նախ ամեն ինչ արավ սատանան, որ Հիսուսը խաչելության հասնի։ Գիշեք սիրելիներ, բահմը գուզեմ 2000 տարի առաջ երթանք։ Երևակայեցեք Բիղադոսի բալադը, Բիղադոս սիրելիներ, Բիղադոսի լուր դվին, որ հրյաներուն թագավորը բռնած են, քեզի պերին։ Եվ պերին Բիղադոսին դիմաց, Բիղադոս հարցակնեց Հիսուսը, ինչ ըրած ես, ով ես դու։ Հիսուս սանչի անեց սկիզբը, հարցուց հրյա ղեկավարներուն ով է, այս մարդը մեր օրենքին թեմ է, Բիղադոսին հոգը չէր օրենքին թեմ է հրյաներուն։ Դեսան որ հրյաները այս խոսքը չի կալեց, այս անգամ ուրիշ բան մասին, այս մարդը ինքզինք թագավոր ըրճագած է, հրյաներու թագավոր, հա, Բիղադոսին ամարադիկա վտանգավոր է, որովհետև մեկ թագավոր կար, Հռոմի գայսրը, ուրեմն ասը թագավոր է, ինչ թագավոր ես դու, Հիսուսով իմ թագավորությունս այս երկրեն չէ, հա ուրեմն թագավոր ես, իմ թագավորությունս երկինքեն է, եթե երկրենը լար, իմ զինվորներս կպատերազմեին քեզի դեմ, բայց այս անգամ գարձեց որ խելակար մնե Հիսուսը, ձեձել տվավ, մդրագել տվավ, վերջեսավ արեք, չէ որացին հրյա ղեկավարները, խաչը անե, ինչու խաչը անեմ, որովհետև եթե դու խաչը չանես, կնշանակի գայսին բարեկամ չես, հա այնադեմ փորը ցավեցավ Բիղադոսին, ինչու, որովհետև այդպես ասելով հրյաներ ատկի առաջ մեկ անգամ կացած էին Հռոմ, գայսին փողոքած էին Բիղադոսի համար, եւ գայսը Բիղադոսին աստարարած էր, հիմա եթե նորեն երթային հրյա ղեկավարները գայսի մոտ, տրամով էր, հրյաները սիրելիներ աշխարհի մեջ տրամ կծախսեն, որ գաշարեն ամեն ինչ։ Եթե նորեն երթային գայսինքով, Բիղադոսը իր պաշտոնը պիտի գործընծներ, եւ մեծ պաշտոն ուներ, գուսակալ էր, գովերնատոր էր, կառավարիչ էր, ասա որ խաչը հանեցեք, շատ բարի, մինչև այդ դեղը սիրելիներ սատանան
գքրքրեր մարդիկը երևակայեցեք հրյա ղեկավարները ինչ ասին Բիղադոսին եւ որ Բիղադոս իր ցերկերը լված ըսա որ ես ամեղ եմ այս մարդուն արյունեն անոնք ալսին իր արյունը մեր եւ մեր զավակներուն քրխուն թողլա անեցկվերին հավիդենական անեցկվերին եւ սիրելիներ հասուցին սադանան հասուց Հիսուսը մինչև ուր Գողգոթա խաչելություն այն ադեն որ Հիսուս խաչվեցավ սադանան անդրադարձավ որ ինք բարդված է ամեն ինչ հրավ խափանելու համար նայեցեք Հիսուսի ծնունդը չաչողեցավ ամեն ինչ հրավ որ խափաներ Հիսուսի հարաճացումը չաչողեցավ ամեն ինչ հրավ որ Հիսուս խաչելության հասներ երբ Հիսուս խաչվեցավ սադանան գիտավ որ ինք բարդված է այս անգամ իր ստրատեգիկ իր թիրքը փոխեց սադանան իր ռազմավարությունը փոխեց եւ ինչ հրավ ըսավ ճիշտագարակը ժողովուրդը սկսավ գլուխը շարժել Հիսուսին համար ասել որ դես ինք որ դաջարը պիտի կանտեր հիմա ինքը այդ վիճակի մեջն է եթե դու Աստուծո որդի ես խաչեն վարիչիր ինք զինքը դազադե ավակ քահանաներն ան սկսան ինչն էլ Հիսուսի ասել որ եթե դու Աստուծո որդի ես խաչեն վարիչիր եւ մենք կհավատանք քեզի ժողովուրդ հարցում ցեզի ասիգա հрьяներուն խոսքներ բարձաբես ոչ որու թերթումով էր սադանային ինչու որովհետև սիրելիներ սադանան երբ որ անդրադարձավ որ Հիսուսի խաչելությամբ ինք բարդված է եւ աշխարհը պիտի փրկվի ուզեց Հիսուսի փրկակորձական ծրագիրը վերջնականապես կանթել այլևս փրկություն չլա աշխարհին եւ եթե Հիսուս խաչեն վարիչներ գրնարիչներ չէ անշուշտ գրնարիչներ եթե Հիսուս խաչեն վարիչներ մարդը հավիդենաբես ինչ կլար գտադաբարդվեր մահվան հետևաբար մարդը որու ցերկի մեջ կլար սադանայի ցերկի դակ սիրելի քույրեր եղբայրներ ահա այս բոլոր փորձություններով սադանան փորձեց գուլ դալ գլել Հիսուսը գործանել վերացնել գնոջ զավակը փորձելով խափանել փրկակորձական այդ արարքը բայց չգրծավ շատ գեղեցիկ խոսքը գսե Վիկտորինոս Մեգնիչը 5-րդ դարուն նայեցեք ինչ գսե սադանան անգյալ հրեշտակը որ գենթաթրեր թե մարդիկը փնաչնչելը գարերի էր մահվան միջոցով սադանան կգարձեր որ մահվան միջոցով գրնար մարդիկը գործանել սակայն ան այսին Հիսուս որ անսերմ ծնավ չէ Հիսուս անսերմ ծնավ Սուրբ Հոգիով աղացա Մայր Աստվածածինը ոչինչ բարդական էր մահվան ան որ սերմով գծնի այսինքն մենք բոլորս մահվան բարդական ենք բայց Հիսուս որ անսերմ ծնավ մահվան բարդական չէր այդ բաժարով ալ սատանան չգրծավ զայն գլել այսինքն զինք մահվան ենթարկել արդարև Հիսուս երրորդ օրը հարություն արավ վերջապես նաև նախքան իր չարչարվելը սատանան եկավ որ զայն փորձե մարդու պես բայց երբ տեսավ որ անչեր այն որ ինքը խորհեր ժամանակվա համար հերացավ անգել սիրելներ սատանան այսօր ալ գփորձե գուլ դալ Քրիստոսի եկեղեցին հավատացյալները վիշապը սիրելներ լավ իմանանք որ հանգիստ նստած չէ մենք կքնանանք սատանան միշտ արթուն է սատանան 24 ժամ գկործես սիրելներ 24 ժամ հիշեցեք Պետրոս Արաքյալի խոսքը սիրելներ որ ըսավ առաջին Պետրոսի նամակի 5-րդ գլխու 8 եւ 9 համարներու մեջ արթուն եւ պատրաստ եղեք
Որովհետև ծեր թշնամին սատանան արյուծի պես մռնչելով գշրջի եւ գլելու համար նույն բառը գլելու համար մեկը կփնտրե հաստատուն հավատքով թեմ դրեգանոր գիտնալով որ աշխարհի մեջ բոլոր ծեր եղբայրներն ալ նույն չարչարակներեն գանցնին սիրելներ այսօր գնոջ դինը կարելի է ասել այսպես Աստուծո ժողովուրդն է կամ եկեք ասենք Քրիստոսի եկեղեցին հակառակ որ Քրիստոսի եկեղեցին Քրիստոսի հարսն է բայց այդ եկեղեցի մեջի ծնած զավակները մգրդության ավազանեն ծնածները ովքեր են մենք ենք եւ սատանան սիրելիներ լավ իմանանք ինչպես խոսքիս սկիզբսի հոգը չէ գենթանիները հոգը չէ այս աշխարհը սատանային հոգն է մարդիկը աստուծմե գդրել որովհետև աստուծո ստեղծագործության բսակը թակը ով է մարդը մենք աստուծո պատկերին եւ նմանության համաձայն ստեղծվեցանք ճիշտ է ադորամար սատանան սիրելներ ամեն ինչ միտենե որբեսի մեզ գործանե մեզ գուլդա սիրելի ծնողներ ես ցեզի ասեմ եւ դուք լավ գիտեք արդեն մանավանդ մայրեր ծեր ամենամեծ ցավը ծեր ծննդաբերության ժամանակ չկաշեցիք դուք այո ծեր ծննդաբերության ցավերը դղամարտիկս չենք հասկնար դուք ավելի զորավոր եք մեզ մե բայց սիրելիներ ամենամեծ ցավը մամաներուն համար ինչ է երբ որ զավակները գտեսնեն աստուծո ջամփեն հերու երբ որ զավակները գտեսնեն մեղքի ջամփուն մեջ համաձայն եք միան այո ասեք մայրեր ծեր ցավը Աստված գիտե Աստված ծեր ցավը փուժե բայց մի հուսադիկ Սրբուի Մոնիկան բատմերեմ ցեզ իր կյանքը քրիստոնյա գին իր ամուսին հետանոս զավակ ունեցավ Օկոստինոս տրին անունը մեղքերով լեցուն դղա եղավ անարակ գանանց ետևեն գվազեր մեղքեր գործեր ամեն ինչ կներ այս սրբուի Մոնիկան դարիներ շարունակ լալով աղոթեց ամեն օրմնալ եպիսկոպոս մանորսավ ով մայրիկ չեմ գիտեր ինչ համար գաղոթես բայց մեկ բան մայրական աղոթքդ աստուծոքով պիտի չգործվի անպայման Աստված պիտի պատասխանե եւ Աստված պատասխանեց Մոնիկային ոչ միայն պատասխանեց Աստված Մոնիկային եւ Մոնիկան սիրելներ իր ողջության ժամանակ իր աչքերով տեսավ իր զավակը ինչպես դարձ ունեցավ վանք մտավ գրոնավոր դարձավ եւ այսօր մեծ սուրբ է որ կգոչվի Սուրբ Օկոստինոս սիրելի ծնողներ մի հուսահատիկ սատանան եթե նույնիսկ ծեր զավակները իր ցերքի մեջ արած է անարակ կյանքով փախտախաղով թմրեցուցիչով արբեցողությամբ ո՞ե մեկ տեսակ մեղքով թուք սիրելներ սատանային բիդեսեք Հիսուսի անունով պիտի բայկարիմ ասիկա քու զավակը չէ ասիկա դիրոջը զավակն է որ ինձի տվավ պիտի բայկարիք մինչև վերջ մինչև ծեր մահվան օրը վերջին ծեր շունչը նույնիսկ ծեր մահեն անտին ծեր հոգիով պիտի աղոթեք որ ծեր զավակները ծեր թորները ետ դառնան Աստուծո մի հուսադիկ ինչ վիճակի մեջ ալ որ անոնք գտնվին աղանթավորական խումբերու մեջ մեղքերու մեջ անարակ կյանքի մեջ ինչ բանի մեջ գտնվին մի հուսահատիկ եւ սատանան սիրելներ ցեզի գրնա ամեն կողմե հուսահատեցնող խոսքեր բերել ասելու համար որ բարաբի մի օգնիր շատ չարչարվեցար կյանքը նայիր մաշեցավ մազերը դսպիտակեցան նայիր կյանքը դուր ասավ բան չփոխվեցավ սատանայի խապկանք է մի հուսադիկ ծեր մայրական աղոթքը պիտի չգործվի ծեր մայրական արցունքը կեդինը պիտի չմնա թաց անպայման Աստված պիտի լսե ու պատասխանե դուք սիրելիներ Աստուծո կողմէ զորություն ունիք ոչ միայն
Ծավեր քաշելու ձնընթապերության երկունքի ծավեր, այլ ինչպես երկունքի ծավեն ետք, երբ զավակը ծնավ, ծեր զավակը ծնավ, ուրախություն ապրեցաք, այնպես ալ հիմա ծեր երկունքի ծավերու ժամանակն է։ Վնասչե լացեք, վնասչե սիրելիներ, արցունք տապեցեք, բայց մի ուսադիկ, աղոթեցեք մինչև վերջ, որբեսի սատանային ցերկեն, թժողքի գրագեն դուրս բերեք ծեր զավակը։ Եվ պիտի տեսնեք սիրելիներ, ծեր աչքերովը անոր փրկությունը, ծեր զավգին փրկությունը։ Սատանան սիրելիներ պիտի ինչպես որ փորձեց Հիսուսի հրյա ժողովրդի կյանքի մեջ խափանել Մեսիային կալուստը, Հիսուսի կյանքի մեջ փորձեց խափանել իր փրկակորձական ծրագիրը, բայց սիրելիներ ինք չախճախվեցավ, որովհետև Հիսուս գնոջ սերունդն էր, որ չախճախեց սատանային գլուխը, ճիշտ է, որ սատանան խայթեց անոր քարշաբար, այսինքն խաչ պարսացուց, բայց սիրելիներ, անշուշտ ինք չէր որ պարսացուց, այլ դերը ինքզիկն էր, որ դվավ մարդոց, բայց սատանան գարձեց, որ այդպիսով ինք հրավ, բայց սատանան բարդված է, սատանան ծեր թիմացալ բարդված է սիրելիներ, ծեր թիմացալ բարդված է, եւ մեկ բանալ ցեզի ասեմ, եւ որ հասնենք այս գլխու 11-րդ համարը, պիտի իմանաք։ Սատանան ինչպես որ փորձեց խոչը դոդել Աստծո փրկակորձական դիեզերական ծրագիրը սիրելներ, փորձելով խափանել խաչելությունը, նույնպես ար սատանան սիրելներ գփորձե խափանել փրկականման անհատական ծրագիր, այսինքն որ մարդ Քրիստոսի չդառնա, այս է որ գնե սատանան, եւ անոր անունով չփրկվի, ինչու գիտեք, որովհետև սատանան շատ լավ գիտե, որ Քրիստոսի հավատացողները իր վրա հաղթանակ կգրնան դանել միայն մեկ բանով, քարնուգին արյունով։ 11-րդ գլխու մեջ այս գլխու 13-րդ գլխու 11-րդ համարը եւ որ հասնենք սերդելու, տեսեք սիրելիներ այնտեղ բիդեսվի։ Մեր եղբայրները անոր վրա, այսին սատանային վրա հաղթանակ դարին քարնուգին արյունով եւ իրենց դված վկայությամբ, իրենց կյանքով, ինչպես որ մայրերը ասած են, ես մերնիմ զավակս թող ծնի, այդպես ալ մայրեր, դուք մինչև ձեր կյանքի վերջի շունչը աղոթեցեք եւ ձեր զավակը սատանայի ցերկեն պիտի ազատեք, սատանային հետ բայկար դարեք, ինչպես Արաքյալը գսե, թեմ թրեք չարախոսին եւ ձեզ մե պիտի փախչի, սատանային պիտի ասես, ասիկա քու զավակը չէ, ասիկա դիրոջ զավակն է, որ ինձի դված է, եւ ես պիտի հաճողիմ ցերկետ ազատել իմ զավակիս հոգին, Հիսուսի անունով, Հիսուսի արյունով։ Սիրելիներ, այսօր սատանան դժբախտաբար բարակդումներ կբերե դուներուն մեջ, ընտանիքներուն մեջ, եկեղեցիներուն մեջ, ազգերուն մեջ, այս բոլորը սատանայի գործերն են, այս բոլորը սատանայի գործերն են, մի հուսադիկ, որպես հավատացյալներ չհուսադինք, որպես ընտանիքի անդամներ չհուսադինք, որովհետև սիրելիներ, ադոնք բոլորը ճիշտ է որ սատանայի հնարքներ են, սատանան է որ սիրելիներ աղանդավորներ մեջ տեղանացես, սատանան է որ այս բոլոր բաժանումները կգադարե, բայց մեկ բան սիրելիներ, որքան ար սատանան փորձե բարակդել, բաժնել, քարուքան տնել, Հիսուսը ասավ, այս եկեղեց, այսօր վրա պիտի շնեմ իմ եկեղեցիս, որ նույնիսկ դժողքը իր հզորությամբ պիտի չկարողանա զայն խորտակել։ Սիրելի քույրեր եղբայրներ, գավարդեմ այսօր միա մեկ համարն ենք, քար շփատ կշարունակենք 5-րդ եւ 6-րդ համարները, բայց կուզեմ որ նորեն քաչալերել ցեզ, որ ամուրը լակ, չհուսադիկ, չդգարանակ, ընդհանրակը սիրելիներ թող այսօրվան հոգեվոր սերողությունը զորացնե ցեզի, ծեր հոգին այսպես, ծեր հոգին վրա եթե մոխիր եղած էր, ես ուզեցի այդ մոխիրը սիրելիներ հերացնել ծեր մեջ, եթե ծեր մեջ վար թողը լա, հավատքը, աղոթելու այդ շնորհքը, որբեսի կարողանաք ծեր զավակները, ծեր ընտանիքի անդամները, ծեր ամուսինը, ծեր գինը, ով որ է, սատանայի ջիրաններեն դուրս բերել։ Հիսուսի անունով եւ Հիսուսի արյունով, փառք իր սուրբ անվան, փառք իր սուրբ արյան, ամեն։ Սիրելիներ, եկեք խոնարհենք եւ աղոթք բարձրացնենք։ Այսօրվան աղոթքը
Գիբրիանոսի աղոթքն է սիրելներ, թագավոր հզոր աղոթքն է, աշխարհապարի թարգմանեցի, որբեսի ավելի լավ հասկանաք, թե ինչ կաղոթեք, եւ գուզեմ, որ վերջին դողը աշխարհապարով կամ քրապարով կոց սորվիկ, չար իշխանքն հալածին, որ կնձարայսկո մարդնչին, երևելով նշան խաչին, աներևույթ գործանեսին։ Այս խոսքը միշտ կրտնեցեք, որ կնշանակե չար իշխանները կհալածվին, որոնք քու ծարայիդ հետ կմարդնչին, քու խաչիդ նշանը երևելով աներևույթները կգործանին։ Ամեն։ Խոնարհինք սիրելներ։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավոր հզոր, ապավեն ծարավյալներու, փրկիչ նեղյալներու, որ մեզի համար խոնարեցար հայրական ծոցեն եւ մարմին արիր Սուրբ Գույս Մարիամեն մեր փրկության համար, մատնվեցար, ցերպակալվեցար, չարչարվեցար, խաչվեցար, թաղվեցար եւ մերելներեն հարություն արիր ու փառքով համբարձար հորքով։ Դեր արտնցուրք ու զորությունը եւ եգուր փրկելու քո արյամփդ քնվածները եւ թույլ մի դար սատանային որ քերի դանի քո փրկվածները եւ չարին որ բնակի քո սուրբ անվանը տաճարի մեջ եւ քեզ լկած մարմինն ու անդամը մի ցկեր որ չարին ոտնահարության եւ ծաղրանքին ենթարկվի այլ կտա արարածներու քո արարչական սիրովը դեր ողորմե մեզի որ դեր քո խաչովը միշտ կբարձենանք գրտնենք միասին սիրելներ Դեր ողորմե մեզի, որովհետև քու խաչովդ միշտ կբարձենանք եւ քու խաչը թող բահե մեզ երևելի ու աներևույթ թշնամի են եւ Աստուծո ծառայիս բահաբանը ըլլա ամեն չար իշխանները գահալածվին որոնք քու ծառայիդ հետ կմարդնչին քու խաչիդ նշանը երևելով աներևույթները կգործանին ամեն խաչյալ փրկիչ խաչյալ փրկիչ մեզ ողորմյա Աստված
Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն Հայր մեր որ երգիս ես Սուրբ Եղիցի անուն քո եկես Արկայություն քո Եղիցին գամ քո որպես երգիս և հեգրի Սհաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր Թող մեզ զբարդիս մեր որպես ելմենք թողուր մերոց բարդաբանած և մի դանից մեզի փորձություն Զիկոյե արքայություն և զորություն և պարկ Հավիդյանը Սավիդնից ամեն օրտնյալ կիրերուքի շնորացն սրբո օգվույն երթայք խաղաղություն և դեր Իսուս Քրիստոս երիցին ցես ընդ ամենեսյանդ ամեն Աստված ցեզի հետ դիրոջ բահբանությամբ ամփորձանք ձեր դուներ ասնի